Ես ինչքան որ նկատել եմ հիմնական մասնակցող ուժերը նույն պրոռուսական հիմնական ուժերը, այսպես ասենք, ուրեմն ուժեղ Հայաստանը, Քոչարյանը, նրանք ուղիղ հայտարարում են, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելը հնարավոր է, եւ երբ որ նրանք այդպիսի հայտարարություն անում են, իսկ դա ճիշտ է, ես էլ եմ ասում, որ ընտրություններով շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, չդառնա վարչապետ։ Ուրեմն երբ որ իրենք նման հայտարարություն անում են եւ կենտրոնացած են այս նախընտրական process-ի վրա ամբողջությամբ լիարժեք տրված են քարոզարշավի վրա, կարողանում են ամբողջությամբ իրենց ասելիքը հանրությանը ներկայացնել իրենց լրատվամիջոցների միջոցով, իրենց աջակիցների միջոցով, հանրահավաքներ կազմակերպելով եւ այլն, երբ որ իրենք այս ամեն ինչը կարողանում են անել, հետո ընտրություններից հետո, եթե պարտվում են, դրանից հետո հայտարարելը թե ընտրությունները կեղծվել են, այն դեպքում, երբ որ Հայաստանում ընտրությունները մենք գիտենք ոնց են անցնում, բոլորի աչքի առաջ են եւ եթե կեղծվում են, հանրությունը դա շատ արագ տեսնում է։ Շատ վստահելի ուրեմն աղբյուրների հիման վրա հանրությունը տեսնում եւ հասկանում է կեղծված են թե կեղծված չեն։ Եվ եթե ընտրությունները չեն կեղծում, իսկ իրենք այդպիսի տպավորություն են փորձելու ստեղծել թե ընտրությունները կեղծված են, եւ իրենք պարտվել են այն պատճառով, որ ընտրությունները կեղծվել են, դա ես կարծում եմ չաշխատող մարտավարություն է իրենց կողմից, ի վերջո ձախողվելու է, բայց քանի որ իրենք աջակցվում են Ռուսաստանի կողմից, ռուսական գաղտնի ծառայությունների կողմից եւ ոչ միայն գաղտնի ծառայությունների կողմից, ես կարծում եմ, որ Ռուսաստանը փորձելու է այնուամենայնիվ անկայունություն հրահրել Հայաստանում, ինչ որ չափով, ֆինանսավորելով ու աջակցելով այնպիսի շատ ագրեսիվ, բայց շատ փոքրամասնություն կազմող ինչ-որ քաղաքական խմբակների, որպեսզի նրանք այդ թվում նաև ինչ-որ ռազմական ճանապարհով կամ բռնություններով փորձեն ինչ-որ խժդժություններ հրահրել Հայաստանում,